հատվածը ահագին արել են, անձրևներն այլի խանգարում, ուստի նայի, արդեն հեզոր հենապատա։ Եղանակը որ չանձրևի, հիմի ժողովուրդը նոր էին պրծել էսի, դաժե շաբաթ կիրակի է, եկել եմ տեսել եմ գործ են անում մարդիկ։ Հեսա ջրի խողովակներն են առանձին անցկացրել։ Նա ինչ որակի հենապատա։ Գնում ես ինչ ամուր, 12 մետր ներքև, թե ավել մի քիչ էլ։ Այս ճանապարհը Ավինյանը փրկեց։ Քաղաքապետարանն է ֆինանսավոր է։ Բայլի ժողովուրդ, ընտիրելնում է, եղանակն է խանգարում, չէ, թե եղանակը որ չանձրևի, հունիսի 14-ն է, այս պահին տեսնում եք, աշխատանքները մեծ մասը կատարվել է, Նուբարաշենից դեպի Արարատ և Կոտայքի մարզեր տանող ժողովրդին հայտնի Բարձրաշեն, Զովաշեն տանող ճանապարհի Նուբարաշենի այն հատվածն է, որտեղ դեռ սովետական տարիներից անընդհատ փլուզումներ էր տեղի ունենում, նստվածքեր տալիս, տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ի վերջո երկարատև քննարկումներից հետո կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ սկսվեց այս հենապատի կառուցումը։ Տեսնում եք, արդեն մեծ մասը կատարվել է, աշխատանքները դանդաղում է, քանի որ եղանակը անձրևային է, որոշ օրերին էլ կարկուտն է իր սև գործն անում, իսկ այդ պայմաններում ոչ ոք չի կարող աշխատանքի որակ ապահովել։ Հիմա տեսնում եք արդեն ահագին հատվածը, արդեն կարողանում ես ոտքով անցնել, հենապատը հիմնական արդեն սարքված է,
մնացել է մի փոքր հատված, այն էլ անելուց հետո սկսվելու է գրունտային աշխատանքները, խճաքարով պատվելու է ճանապարհը, հետո 3 շերտ կատարվելու է ասֆալտապատման աշխատանքներ, որից հետո իմ տեղեկություններով նաև լուծվելու է արտաքին լուսավորության խնդիրը։ Տեսեք, հիմա այս հատվածը ամբողջությամբ արդեն հողը ճանապարհը հավասարվել է հենապատին, 16 թե մի քիչ ավել խորություն ունի հենապատը, տեսեք, շատերը նեղանում են, ասում են, թե գործը դանդաղում է, գործը չի դանդաղում, գոնե այստեղի գործը չի դանդաղում, պատճառը էլ եմ ասում, եղանակն է, այդ անձրևի ու կարկուտի ժամանակ ոչ ոք չի կարող որակ ապահովել, իսկ աշխատանքներն էլ անձամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով դրվել է փոխքաղաքապետի վրա, նաև անցկացվել է ոռոգման և խմելու ջրի առանձին գծերն են փոխվել, այդպես էին ասում, այնտեղ արդեն երևում է աշխատանքները, երևի որոշ ժամանակ անց արդեն այստեղով երթևեկությունը կլինի, կվերականգնվի, ժողովուրդ ջան, այդքան համբերել եք, ես էլ ձեզ հետ հավասար համբերել եմ, գիտեք, քանի անգամ այստեղից ֆոտոռեպորտաժներ տեսանյութեր ենք հրապարակել, որ մարդիկ իրոք աշխատում են, տպավորություն չլինի, թե չեն աշխատում, թող եղանակը արև լիներ, տեսեք ոնց են մարդիկ, ես էլ կուզեմ մի օր առաջ ճանապարհը հանձնվի շահագործման, հեսա տեսեք, տեղեր կան, որ թերի են աշխատում, վատ են աշխատում, դանդաղ են աշխատում, բայց գոնե այս ճանապարհի մասին իրավունք չունեք բողոքելու, անտեսեք, ես էլ ջրագծերն է առանձին, Էսա նոր խողովակաշար, եթե չեմ սխալվում, սա կամ վիոլաջուրն է անում, կամ Նուբարաշենի կողմում Բարսաշենն է ճտանոց կա, այդտեղի աշխատակիցները, տնօրինությունը։ Համել ճանապարհն է լայնացել, հեսա որ վերջնական ասֆալտապատումն արվի, կտեսնեք ինչ լավ որակյալ ճանապարհ է։